Երգչուհի Տաթև Ասատրյանը հայկական շոու բիզնեսի ամենասիրված երգչուհիներից մեկն է։ Տաթև Ասատրյանը այս տարիների ընթացքում հասցրել է սիրվել հանրության կողմից։ Երգչուհին ամիսներ առաջ հանդես եկավ մենահամերգով, այդ օրից ի վեր նրա հանդեպ սերն ու ուշադրությունը առավել շատացավ։ Համերգի ընթացքում երգչուհին մի շարք անակնկալներ էր պատրաստել իր հանդիսատեսի համար։ Նրանցից մեկը, ով առաջինն էր գնել մենահամերգի տոմսերից մեկը, ստացավ հնարավորություն 1 տարի շարունակ անվճար ուղևորվելու Հայաստան և Հայաստանից դեպի դուրս։ Տաթև Ասատրյանը համերգի ընթացքում նաև հացի փուռ նվիրեց իր մտերիմ ընկերուհին տարիներ առաջ աշխատել էր այդ հացի փուռում և իրեն բաժին հասած 2 հացերից մեկը տվել էր Տաթևին, քանի որ Տաթևը պահում էր իր հիվանդ մայրիկին։ Արդեն վերջերս Տաթև Ասատրյանը հանդես եկավ ևս մեկ նորությամբ, նշելով, որ նոյեմբերի 1-ին կրկին մենահամերգով է պատրաստվում հանդես գալ։ Մի քանի օրում մենահամերգի տոմսերը իսպառ ավարտվեցին։ Այս առիթով Տաթև Ասատրյանը ևս 1 օր նշանակել իր հանդիսատեսին հանդիպելու համար։ Նա նշեց, որ նոյեմբերի 2-ին կրկին մենահամերգ կլինի, սակայն այս տոմսերը ևս կարճ ժամանակահատվածում սպառվեցին, դե իսկ Տաթև Ասատրյանին ոչինչ չխանգարեց ևս 1 երրորդ մենահամերգը հայտարարել իր հանդիսատեսին։ Այս տոմսերը կարծես թե կրկին սպառվել են։ Տաթև Ասատրյանը այսօր հանդես է եկել հրապարակումով, նշելով, որ վաճառված են իր համերգային բոլոր տոմսերը։ Հավելենք նաև, որ Տաթև Ասատրյանը օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ փոքրիկ նժդեհի մասնակցությամբ տեսանյութով ու նշեց, որ այդ օրը պրեմիերա է տեղի ունենալու իր և նժդեհի մասնակցությամբ։ Նշենք նաև, որ այդ օրերին ևս Տաթևը մեծ անակնկալներ է պատրաստել իր հանդիսատեսի համար։ Դրանց մասին հաջորդ թիվ։ Հավելենք նաև, որ ավելի վաղ պատմել ենք այն մասին, որ Տաթև Ասատրյանը իր հանրության ուշադրությանն առավել արժանացավ, երբ Ես կամ հաղորդման շրջանակներում նա հանդիպեց նժդեհին և այդ օրից ի վեր ամեն բան անում էր նրան ուրախացնելու և նրան երջանիկ դարձնելու համար։